Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 22-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Թեմաները շատ են, եթե ժամանակ մնա, նաև կխոսենք առաջիկա քաղաքական իրադարձությունների հետ կապված ընտրությունների առնչությամբ, թե ինչա պետք անել, ինչ նախապատրաստական աշխատանքներ, իդեպ, եթե ես այդ մասին չեմ ասում, պարբերաբար ինձ են հիշեցնում, թե ինչու չեք ասում, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, իհարկե ասում եմ վերջում ոչ միշտ, բայց ասում եմ սկզբից ասեմ, լավ, ասեմ սկզբից, եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, նրանք ովքեր ցանկություն կունենան մեր ծրագրին մասնակցեն, նյութի նկարագրական մասում կա բոլոր տվյալները, սկսած հեռախոսահամարից, էլեկտրոնային փոստից, արագ փոխանցումներից, բանկային եւ այլն։ Մի խոսքով այդ ամեն ինչի վրա շատ ժամանակ չծախսեմ, այնպես որ չի, որ եթե պարբերաբար չեմ ասում, նշանակում այդ մտքից հրաժարվել եմ, ոչ, ինչ որ հարցեր ընթացքում չեն, դες պարբերաբար դրա մասին կասեմ ժամանակի ներելու պարագայում։ Հիմա անցնենք առաջ, ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է. Ադրբեջանի եւ Հայաստանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է եւ ԱՄՆ-ն փորձում է կանխել այն։ Մեր հիմնական նպատակն է փորձել խաղաղություն ապահովել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ասել է Ռուբիոն կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Իհարկե հասկանանք սա ինչ է նշանակում։ Ավելի ճիշտ հասկանանք տողատակերը, որովհետեւ այն ինչ որ ինքը ասեց, դա բավարար չի, որպեսզի մենք սրան գնահատական տանք, ասեմ ինչի։ Որովհետև եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը մտահոգված է, որ Ադրբեջանը կարող է հարձակվել, շատ տարօրինակ է, երբ որ Հայաստանի վարչապետը բացարձակապես մտահոգված չի եւ ասում է հանգիստ եղեք, մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք պատերազմ, չի լինելու է խաղաղություն, որովհետեւ մենք փաստաթուղթ ենք պայմանավորվել, այն դեպքում փաստաթուղթը ստորագրված չի եւ նախապայմանը Ադրբեջանը դնում է եւ պարբերաբար նոր պահանջներ է դնում, բայց այդ վստահությունը որտեղից է գալի Փաշինյանի մոտ, եթե անգամ ԱՄՆ պետքարտուղարն է մտահոգված, արդեն դատեք ինքներդ, որովհետև դա նշանակում է ինքը լրիվ ուրիշ բան է պայմանավորվել Ալիևի հետ։ Հիմա նայենք, ինչու է տողատակերն ավելի կարևոր։ Եթե մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի վրա չեն հարձակվելու, այսինքն մտահոգություն, որ կարող է Հայաստանը հարձակվի, հաստատ պետքարտուղարը չուներ։ Հայաստանն ասել է չի հարձակվելու եւ մենք լավ գիտենք, որ Փաշինյանը հարձակվող չի, բացի դրանից նույնիսկ ասել է այն օկուպացված տարածքները մենք սահմանազատումով ենք անելու, անգամ դրա համար չենք դիմելու ռազմական ուժով հարցը լուծելուն, այսինքն նշանակում է խոսքը չի վերաբերվի, ինքն էլ իր խոսքի մեջ նշում է, որ էսկալացիան գալու է Ադրբեջանից, բայց հիմա, երբ որ Դոնալդ Տրամպը խոսում է, որ խաղաղություն պետք է լինի, ինքը հավակնում է խաղաղության Նոբելյան մրցանակի բոլոր տեղերը խաղաղություն, տեսակ Պակիստան, Հնդկաստան ինչ արեցինք, տեսակ ստեղ ինչ են կանում, Ուկրաինայի ինչ են կանում, հաստատ այնպես չի, չէ՞ որ այսինքն Ադրբեջանը համարձակություն ունենար հանկարծ Դոնալդ Տրամպի խոսքից թռներ, էլի։ Այսինքն իրան շատ հանգիստ կարային սաստեին եւ ասեն չափը չանցնես, հիմա տենում ես գլուխներս խառնա, առիթից չօգտվես։ Բայց ինչի է մտահոգություն հայտնում Մարկո Ռուբիոն, որովհետև այնպես էլ չի, որ միանշանակ իրանք ցանկանում են Ադրբեջանին ճնշեն, այս է մեր մտավախությունը, գոնե իմ մտավախությունը, ինչու, որովհետև եթե իրանք մտածեին, որ պետք է Ադրբեջանին սսկացնել, հաստատ պետքարտուղարը այդպես մտահոգված չէր լինի, նախկին պետքարտուղար կար, որից Ալիևը լավ էլ վառված էր, որ ասում էր հենց մի բան ալում, զանգում ասում է, սենց չանես, նենց չանես ու բողոքում էր, Տրամպին էլ ասում էր հազիվ եկար է դրանցից պրծանք, չէ՞։ Այնպես որ ուզեմ ասեմ, մենք հաստատ գիտենք, որ այդ հարցում լրիվ բավարար է Ռուբիոյի մի հատ զանգը, որ ամեն ինչ տեղը դնեն, բայց ինչու են մեզ մտահոգում, բայց իրանք ուղղակի այդպես լղոզված ասում, որովհետև դեռ չգիտեն Ադրբեջանը իրանց պետքա թե չէ, դեռ չգիտեն, եթե Իրանի հետ համաձայնության չգան, որի արդյունքում ստիպված կլինեն
Իրանի նկատմամբ կոշտ միջոցների գնան, Ադրբեջանը կդառնա պլացդարմ, որովհետև կդառնա Իսրայելի միջոցով պլացդարմ, այսինքն այդ պարագայում իրանք չեն շտապելու Ադրբեջանին լռեցնել, սսկացնել, այդ պարագայում, երբ որ մանավանդ առանձնահատուկ ձևով Միացյալ Նահանգները հարաբերությունները կարգավորում է Թուրքիայի հետ, դրան էլ կանդրադառնանք, այդ պարագայում Թուրքիա, Նախճեվան, Ադրբեջան լավ էլ կարող է բխի Ամերիկայի շահերից, այնպես որ մենք այսօր մեզ հետաքրքրում է բացառապես Հայաստանի շահերի դիտանկյունից նայենք աշխարհին, ինչքան ուզում ցանկանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերականգնի իր դերակատարությունը աշխարհում, բայց հաստատ դա չլինի մեր հաշվին, հանկարծ այս պրոբլեմի մեջ այնպես չլինի, որ Հայաստանը ոտատակ ընկնի, այն պարզ պատճառով, որ հիմա եթե Միացյալ Նահանգները ուղղակի գտնում է, որ կատեգորիկ կերպով պետք է ագրեսոր Ադրբեջանին պատժել, մանավանդ այնտեղ կոնգրեսում նաև հարցեր էին տալիս գերիների հետ կապված, բանտարկյալների հետ կապված, այսինքն լուրջ ճնշում էին գործադրում պետքարտուղարի վրա, որ ինչ եք անում դուք այս ուղղությամբ, այսինքն ասել, որ պետքարտուղարն էս բտահոգված է ու չի կարող կանխել, որ Ադրբեջանը չափը չանցնի, հաստատ այդպես չի, ուրեմն դեռ իրանց պլանների մեջ չկա Ադրբեջանին զսպել, Ադրբեջանը զսպված է ուղիղ այնքան, մինչև տեսնեն ինչ է լինելու Իրանի հետ, որտեղ Իրանի հետ ինչ որ բան կատարվելու դեպքում Ադրբեջանը ավտոմատ ձևով դառնալու է իրանց գործընկեր, այդ է մեզ համար մտահոգիչ, որ այդ ընթացքում զուգահեռաբար մենք ինչ ենք անում Իրանի հետ, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ որևէ պրոբլեմ չկա, կարևորը որ գնա մի քիչ հանգստանա, երնակ իմանանք, թե այդ ինչ արել, որ հանգստացել է, հանգստանալու կարիք ունի, ոչինչ, թե այդ էլ կհասկանանք, այսինքն ուզում եմ ասեմ, սա մենակ ուղիղ այն չափով չի ասվածը, որը որ ոնց որ ասեցին, նենց ընկալեցինք, մենք հասկանում ենք, որ այդքան էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոշտ ձևով չի պատրաստում Ադրբեջանին զսպել, մինչև հասկանա ինչա կատարվելու։ Իսկ հիմա այդ ֆոնին մենք տեսնում ենք, որ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ասել է. Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան շատ դրական եւ արդյունավետ էր։ Նախարարը շատ արդյունավետ քննարկումներ անցկացրեց իր պաշտոնակցի Հայաստանի մեծարգո վարչապետի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Այցը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ։ Բոլոր ոլորտներում մեր հարաբերությունները զարգացում են ապրում, ասել է դեսպանը։ Անկեղծ ասած, այն որ Իրանի հետ մենք պետք է պահպանենք ակտիվ չեզոքություն, որևէ խնդիր չունենք, հեչ չէի ցանկանա, որ այս պարագային, այս լարված իրավիճակում Հայաստանը ցույց տա, որ ինքը ռազմավարական գործընկեր է Իրանի հետ։ Այն դեպքում, երբ որ Հայաստանը ռազմավարական գործընկերություն փաստաթուղթ ստորագրելով Միացյալ Նահանգների հետ, որ դա ընդհանրապես նախարարությունների մակարդակով խարտ է ոչ ավելին, բայց ցանկանում էին ավելին ցույց տան, որ ասեն այդ տեսեք, նոր հնի հետ են կնքել, բայց նոր ադմինիստրացիան ցանկանում է շարունակել, այս պարագայում շատ էր կարևորվում Միացյալ Նահանգների հետ տարվող աշխատանքը, մեկ էլ այդ ժամանակ մենք այսօր ներկայացվում է, որ Իրանի հետ մենք ռազմավարական գործընկերության մակարդակի վրա ենք, արդյոք դա բխում է մեր շահերից, առավել ևս, որ Իրանը կանգնում է, ասենք, հայտարարություններ անում տարածքային ամբողջականության հետ կապված, շատ կատեգորիկ ասում է Զանգեզուր Ինվիչանսկ չի լինելու, կարելի է կարծել, իհարկե մենք ուզում ենք, որ չլինի, բայց որ հանկարծ նրանք ցանկանան, որ լինի, ու նաև մենք նենց չի, որ երբ որ Եվրամիությունից ակնարկում են, որ այո տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է լինի, մենք ուզում ենք հասկանանք իրանք ինչի նկատի ունեն, այնուամենայնիվ Սյունիքով ճանապարհի հետ կապված, գլոբալ ծրագրերի հետ կապված կարող է նաև Հայաստանի շահերը ստորադասեն, թե չէ, եթե նույնիսկ դա այն Եվրամիությունն է, որ մենք ձգտում ենք, որ դառնանք նրա անդամ, դա չի նշանակում, որ Հայաստանի շահերի հաշվին ենք ձգտում, մենք ձգտում ենք մի բանի, որը բխում է մեր շահերից, համեմատում ենք մյուսների հետ, եթե հանկարծ դրա հետ կապված մենք ինչ-որ բան կորցնենք, հաստատ չենք ողջունի, էլի, պարզ հասկանում եք, որ մենք ամեն ինչին նայում ենք Հայաստանի շահի դիտանկյունից, այսինքն նույնիսկ եթե Իրանը իհարկե շահագրգռված է, որ Նախճեվանով
ճանապարհը գնա իր տարածքով, որովհետև այդ ամբողջ բեռը գնալու է իր տարածքով եւ իր համար իր կշիռն է բարձանում ակնհայտ է եւ շատ լավ էլ կուզենա իր ճանապարհով գնա, դա նաեւ կախվածություն է բացի փողը, այդ պարագայում չի ուզենա Հայաստանով գնա, հիմա եթե նույնիսկ Հայաստանով Ադրբեջանը ցանկանում է, որտեղ հույս ունի, որ այդ ճանապարհը կվերցնի ֆիզիկապես, Իրանի ես ոգևորությունը, որ թույլ չենք տա այդ ճանապարհը, ուզում իմանամ, որ ճանապարհով թույլ չի տա։ Եթե այն ճանապարհով թույլ չի տա, ոնց որ հիմա սեկտոր Գազան բան չեն թողե, մի հատ շենք չեն թողե կամ այն ճանապարհը, որ 11 օրվա ընթացքում Սիրիան անցավ Թուրքիային, եթե այդ ճանապարհով թույլ չի տա, շնորհակալ ենք։ Եթե ուրիշ տարբերակ գիտի, ված չելնի, որ լսենք։ Ու դրա համար, երբ որ մենք նայում ենք այս ամեն ինչի ֆոնին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի ղեկավարին ուղղված նամակում հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի ցանկացած հարձակում կդիտարկվի որպես ԱՄՆ-ի մասնակցություն։ Այսինքն նա ակնհայտ հասկանում է, որ Իսրայելը չէր հարվածի, եթե ԱՄՆ-ի համաձայնությունը չլեր, որովհետև պատասխան հարված ստանալու է Իսրայելը, ոչ թե ԱՄՆ-ը։ Իսրայելը գլխի ձեռա վերցրել առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածի, իսկ այս պարագայում հարց է ծագում, եթե Իրանը անգամ այսօր խոսում է, որ Իսրայելը պատրաստում է Իրան միջուկային օբյեկտներին հարված հասցնի, եթե ԱՄՆ-ի պետքարտուղարն ասում է, որ վտանգը կա, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսի, մի հատ մենք հարց ենք տալի, բա մեր իշխանությունները ինչ են անում, ինչով են զբաղված, adekvat է իրանց քայլերը այս իրավիճակին, որ մենք տեսնում ենք, որ կոնկրետ Իրանի հետ կապված ինչ լարված իրավիճակ է այսօր։ Այն դեպքում, երբ որ մի բան էլ ուղղակի նայենք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, ԱՄՆ այլևս չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները, աշխարհում շատ արժանի պատճառներ կան, շատ սարսափելի բաներ են տեղի ունենում, Միացյալ Նահանգները չի կարողանա լուծել բոլոր խնդիրները, մեզ համար պետք է առաջնահերթ լինել մեր ազգային շահերը, ասել է Ռուբիոն։ Պետքարտուղարի խոսքով կառավարության յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր ծախսված դոլար պետք է շոշափելի օգուտներ բերի մարդկանց երկիրը դարձնել ավելի անվտանգ, ուժեղ եւ ավելի բարգավաճ։ Իհարկե, այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում են, որ չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները, այսպես թե այնպես աշխարհի խնդիրները երբեք էլ չի լուծել, բայց աշխարհում բոլոր խնդիրները համարել է իր հոգսը։ Հայց դրա համար էլ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, եղել է գերտերություն, եղել է միաբևեռ աշխարհի միակ բևեռը։ Եվ այս ընթացքում, երբ որ այդ դիրքը կորցրել էր ուկրաինական պատերազմում Ռուսաստանի ռազմավարական պարտության մղելու պարագայում նորից կվերականգներ իր միաբևեռ աշխարհի միակ բևեռի կարգավիճակը եւ որպեսի այդ բեռի տակ այնուամենայնիվ չմնար, սիրահոժար այդ բեռը կկիսեր Եվրամիության հետ որպես գործընկեր եւ Չինաստանի հետ որպես գործընկեր։ Բայց հիմա այդ տարբերակով չեն գնում, ասում ուղղակի աշխարհի շատ խնդիրներ այլևս մերը չի։ Եվ այդ պարագայում, երբ որ իրանք այդպես են մտածում, մենք մտածում ենք, իսկ արդյոք մեր խնդրը Իրանն է։ Արդյոք ինքը, եթե մտածում է, որ անիմաստ տեղը բոլոր տեղերը չլնենք, որպեսզի մենք լավ ապրենք, եթե իրանք ուշադրություն դարձնեն մի քանի ամիս, թմբկահարում էին Ամերիկայի ընտրողներին, որ բոլորը մեզ թալանել են, այ հիմա եթե թալանածները հետ բերենք, դուք ավելի լավ կապրեք։ Իհարկե գնաճնել տեսան, որ այդ սակագնային պատերազմից կամաց հրաժարվեցին, ցանկացած մարդ էլ, որը որ մի քիչ արդեն այդ լարվածության մեջ ապրեց, կարող է մի ժամանակ այդքան շատ չէր խորանում քաղաքականության մեջ, որովհետև վաղվա օրվա նկատմամբ տագնապ չուներ Ամերիկայի քաղաքացի ելնելով, բայց հետո որ հասկացավ այդ անորոշությունը օրվա մեջ քանի անգամ իրավիճակ կարող է փոխվի, իրանք էլ մի հատ ուսումնասիրեցին ու հասկացան, թե ոնց է աշխարհը Ամերիկային թալանել, երբ որ Ամերիկայի ունի աշխարհի ամենամեծ տնտեսությունը։ Այդ ձևի են թալանել, այ մարդ չեմ հասկանում, բան չեն թողել է ախր, այդ ինչ օրն են գցել Ամերիկային, ու հենց որ սկսես թալանը վերականգնել, կարող է տեսնես, որ տնտեսության ծավալները կտրուկ նվազում են, դոլարից կախվածությունը նույնպես։ Այդ ուղղակի կարծում եմ արդեն հասկացել են, պարբերաբար իրավիճակը փոխվող քայլեր են անում, բայց խնդիրը ուրիշ է։ Այդ անելուց հետո կարող է որոշ բաներ անդառնալի լինի, իսկ մեզ ամենացավալին է դա, որովհետև համենայն դեպս գոնե աշխարհը եթե ավելի կառավարելի լիներ, մեզ շատ ավելի ձեռնտու է, որ այդ կառավարելին լինի Միացյալ Նահանգների կողմից եւ Միացյալ Նահանգների կողմից ազդեցությունը
բաժանած, ոչ թե ուժեղի դիրքով մրցակցությունով իրար ձեռից խլեն, որտեղ մենք առայժմ ուժեղի հավակնություններ չունենք։ Իսկ որպեսի պատկերացնենք, եթե աշխարհը իրանց բեռը չեն համարում, իրանց հոգսը չեն համարում, բա մենք ինչի պիտի չանհանգստանանք, նույնիսկ եթե Ռուբիոն ասում է, որ կարող է Ադրբեջանը հարձակվի, մտածենք իրանք մտահոգված են, թե չէ, թե ուղղակի ներկայացնում են, որ դա հասկանում եք, կարող է սենց բանել, դե մենք ինչ անենք, որովհետև երբ որ լրագրողը հարց է տալիս Դոնալդ Տրամպին, որ ձեզ անհանգստացնում են Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի հետ սահմանների երկայնքով ռուսական ռազմական ուժերի ավելացման մասին հաղորդագրությունները, Դոնալդ Տրամպը պատասխանում է, դա ինձ ընդհանրապես չի անհանգստացնում։ Ասա ինչ որ պետքա լսեինք, որովհետև շատ զարմանալի է, որ չի անհանգստացնում, որովհետև Նորվեգիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ են։ Ավելին, Նորվեգիան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է, այսինքն 1949 թվականի ապրիլի 4-ին 12 հիմնադիր պետություններ Վաշինգտոնում, որ հիմնադրեցին ՆԱՏՕ-ն ընդդեմ Խորհրդային Միության ագրեսիայի հավանական, որպեսզի դա կանխեն, դրանց հիմնադիրներից մեկը Նորվեգիան էր, որի հետ կապված պարտավորություն էր ստանձնել Միացյալ Նահանգները, որպեսզի ՆԱՏՕ-ն ստեղծվի հենց եվրոպական անվտանգության համար։ Սառնասրտորեն ասում է, որ դա ինձ չի անհանգստացնում։ Բացի դրանից, Ֆինլանդիան այն պետությունն էր, որ ուզում էր ցույց տալ, որ չմասնակցության ծրագիրը շատ ավելի լավ ու արդյունավետ է, մեր հարևանների հետ նորմալ ապրում ենք, Ֆինլանդիան Եվրամիության անդամ էր, բայց երբ որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, Ֆինլանդիան էլ հասկացավ, որ ինքը երաշխիքներ չունի այդ ուղղությամբ, որի պատճառով առավել ևս, որ մի անգամ ագրեսիայի զոհ է եղել Խորհրդային Միության ժամանակ, եւ այդ իսկ պատճառով իրանք որոշեցին դառնան ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն դա այդ որոշումը թարմ նոր որոշում էր, որի հետ կապված նաեւ Միացյալ Նահանգները երաշխավորեց, որ պետք է կբերենք սահմաններն էլ կամրացնենք, պետք է զորքեր կտեղակայենք, պետք է հրթիռել կտեղակայենք, ամեն ինչ կանենք, որովհետեւ Ֆինլանդիան էլ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ հոբելյանական միջոցառման առումով, այսինքն ապրիլի 4-ին 2023 թվականին, երբ որ միջոցառում էր արվում ՆԱՏՕ-ի ծննդյան օրվա հետ կապված, իրանք դարձան ՆԱՏՕ-ի անդամ։ Ես ուզում եմ ասեմ, եթե չի մտահոգում ՆԱՏՕ-ի անդամ Ռուսաստանի սահմանակիցների կարգավիճակը, եւ աշխարհի շատ խնդիրներից հետ ենք հաշվում, այդ դեպքում մտածենք Հայաստանի հետ կապված որքան են մտահոգ։ Դրա համար ցանկացած խոսքից ոգևորվել, այդ տեսակ էս գեղեցիկ բառ ասեցին, էս բան ասեցին, Ժողովուրդ ջան, փաստով մենք նայենք իրավիճակը, մարդիկ ասում են, եթե ուրիշի հետ կապված նայում ենք, մենք չենք մտածում, որ այդ նույնը մեր հետ կապված պետք է որոշում կայացնենք։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ շուտով կարող է մեկնել ԱՄՆ-ն հանդիպել Դոնալդ Տրամպի հետ։ Պարոն Թրամփը շատ դրական է վերաբերվում Թուրքիային եւ մենք նույն կերպ ենք վերաբերվում նրանց։ Մենք ամուր հարաբերություններ ունենք հիմնված փոխադարձ հարգանքի եւ անկեղծության վրա, ընդգծել է Էրդողանը։ Այն ինչի մասին խոսում էինք։ Էրդողանի հետ շատ լավ հարաբերություններ, Ադրբեջանի հետ լավ չգիտեն ինչ կլինի, իսկ Էրդողան Ադրբեջան դա նաև պայմանավորված է, թե ինչպիսին կլինի Իրանի հետ վերաբերմունքը, իսկ Իրանը երբ որ սկսում է ագրեսիվ ձևով շատ բաներ ասել, կարողանա իր շահերի հետ կապված հասնի դրան, որ իրան չհրթիռակոծեն, բայց այն որ ինքը հասնի դրան, որ նաև ձեռի հետ էլ Հայաստանին տիրություն անի, մի հատ էլ ասի օտարները պետք է չմտնեն, ես տերեմ, չեմ կարծում, որ դա մեր շահերից է բխում կամ դա իսկապես այդպես կլինի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի եւ Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, այն վերածվել է վերջի Հարավային Աֆրիկայում Սպիտակ բնակչության նկատմամբ ցեղասպանության վերաբերյալ վիճահարույց պնդումների պատճառով։ Հանդիպման ընթացքը կտրուկ փոխվել է այն պահից, երբ ներկաներին միացել է Տրամպի խորհրդական միլիարդատեր Իլոն Մասկը։ Քննարկման հիմնական թեման դարձել է Հարավային Աֆրիկայում ապրող սպիտակամորթ աֆրիկաների նկատմամբ կիրառվող բռնությունների եւ ցեղասպանության հարցը։ Օվալաձև աշխատասենյակում Դոնալդ Տրամպը ցուցադրել է մի շարք տեսանյութեր, հայտարարելով սա սարսափելի տեսարան է, երբեք նման բան չեմ տեսել, նա նաև ներկայացել է իր խոսքերով սպանված սպիտակամորթ հարավաֆրիկացիների լուսանկարները։
Ռամաֆոսան ընդգծել է, որ Հարավային Աֆրիկան ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն ունեն ազատ արտահայտվելու իրավունք, սակայն միաժամանակ նշել է, որ հանցագործության խնդիրը վերաբերում է բոլորին, անկախ մաշկի գույնից։ Հանդիպումից հետո նախագահ Ռամաֆոսան մեկնաբանելով ստեղծված իրավիճակը ասել է. «Դուք ցանկանում եք տեսնել դրամա եւ ինչ որ մեծ իրադարձություն, ներողություն եմ խնդրում, որ որոշ չափով հիասթափեցրեցինք ձեզ»։ Իհարկե, թե ինչքանով է դա ստույգ այն ինչ որ հիմա ներկայացվում է, որտեղ Հարավաֆրիկյան Հանրապետությունում գիտենք, թե ժամանակին է սպիտակները սևերի գլխին ինչ էին դնում, շատ չխորանանք դրա մեջ, բայց երբ որ դրա հետ կապված, քանի որ ինքը Պրետորիայից է եկել Իլոն Մասկը, գնացել Կանադա, հետո եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինքը երևի համարում է, որ ավելի լավ գիտի սպիտակ բնակչության վիճակը Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ գործնականում նորից հերթական սկանդալային ձևով հարցերին մոտենում են։ Իհարկե իմաստավորն է նման ձևով անցած սկանդալներով մարդուն հրավիրես, հետո հարցակվես վրեն, թող իրանք մտածեն ձևի եւ բովանդակության հարցը, բայց խոսքը նա է, որ երբ որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարդ են սպանում, Դոնալդ Տրամպը պետք է վերցնի քարտեզը եւ ասի. «Դուք ունեք օգտակար հանածոներ, հիմա եթե սպանում ես, լավ ես անում, դու ունես մրցակցային առավելություն, դա ուժը քո ձեռն է, սպանում ես, բա ինչի հանքանյութերը մեզ չես տալիս»։ Ժորժ ջան, չէ՞ որ նույն բանը Ուկրաինայի հետ կապված է ալնում։ Ռուսաստանը հարձակվել է, մարդ է սպանում, ոչնչացնում է, երեխաներին առևանգել տարել է, անգամ երեխաների հիվանդանոցին է հրթիռակոծել։ Այդ ժամանակ ասում եք ինքը մրցակցային առավելություն ունի, պետք է իր հետ հաշվի նստեն, որտեվ ինքը կարող էր ամբողջը վերցնել, ափսոս եթե ցեխոտ չլներ ճանապարհները, ամբողջը կվերցներ։ Արդարացվում է առավոտից իրիկու, մեղադրվում է նրանք, ովքեր որ պայքարում են իրանց հայրենիքի համար, բայց սկզբունքն չի է փոխվում Հարավաֆրիկյան Հանրապետության հետ կապված, որ լա Ռուսաստանը ուրիշի երկիր է մտել, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակամորտներն ինչ օրին էին դնում սևամորտների գլխին, մինչև հետո իշխանությունը փոխվեց, իրանք էլ թողեցին հեռացան։ Ուզեմ ասեմ, խնդիրը նա չի, թե որքանով այս ամեն ինչը ճիշտ արվում ընդեղ թե սխալ, խնդիրը նա է, որ ինչպիսին է վերաբերմունքը նույն կաբինետում մեղադրել, որ դուք սպանում եք, բայց նույն կաբինետում մեղադրել Զելենսկուն, որի սպանում են, թե դու ինչի չես նորմալ սպանվում, չեմ հասկանում, չես հասկանում, որ ինքը քեզանից ուժեղ է։ Այսինքն այդ դեպքում արդեն արբիտր Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը չի երևում։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ աշխատասենյակը տեսել է, թե ինչպես է Դոնալդ Տրամպը խոսում ուժերի դիրքերից, հարձակվում թույլի վրա, այդ դեպքում չի իմանում, հենց մեկի վրա չի հարձակվել, որովհետև Իլոն Մասկը հետը չունի, թե ինչ որ ուրիշ պատճառ կա ավելի կարևոր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ բանակցությունները տեղի կունենան Վատիկանում։ ԱՄՆ-ից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ուկրաինայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելեգը։ Բայց ինչն է հետաքրքիր, ինքը երբ որ այդ մասին խոսել էր հեռախոսով, խոսել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, Ստարմերի հետ, խոսել էր Մակրոնի հետ, Ֆրանսիայի նախագահի, խոսել էր Մերցի հետ, կանցլերի Գերմանիայի եւ Մելանիի հետ, Իտալիայի վարչապետի, որից հետո ինքը դες նորմալ իրանց ներկայացնում է, որ արդեն պայմանավորված է Վատիկանում հանդիպում ենք, մեկ է Ռուսաստանի նախագահի մամլոք քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վատիկանում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Ժորժ ջան, ո՞նց հասկանանք, լավ։ Ո՞նց։ Այսինքն կարելի է այս ձևով հարցին մոտենալ։ Այն մարդկանց ասում է, որ արդեն պայմանավորվել են, կանգնում Ռուսաստանից պաշտոնապես ասում են, նման պայմանավորվածություն չկա։ Ո՞նց կարելի է խոսքը այսքան անլրջացնել, չեմ հասկանում։ Իսկ հիմա նայենք Եվրոպայում ինչա կատարում, որովհետև իրանք լավ հասկանալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև լսեցիք, որ խոսքը վերաբերում է Ֆինլանդիային ու Նորվեգիային, որ ընդհանրապես չի մտահոգում, որ Ռուսաստանը ակտիվանում է սահմանին, իրանք մտածում են, որ իրանք խնդիրները մեծապես իրանք պետք է լուծեն։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Նրա խոսքով հենց այդ սպառնալիքը զսպելու համար է, որ տարածաշրջանում
Լիտվայում տեղակայում է գերմանական բրիգադ։ Սիրելի լիտվացիներ, կարող եք հույս դնել Գերմանիայի եւ մեր զինվորների վրա։ Մենք թույլ չենք տա, որ Ռուսաստանը սեպ խրի մեր միջև, ասել է Մերցը։ Ռուսաստանի ագրեսիվ ռևիզիոնիզմը սպառնում է ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, այլև Եվրոպայի եւ Եվրատլանտյան տարածքի ընդհանուր անվտանգությանը։ Ուստի Գերմանիան եւ մյուս դաշնակիցները որոշեցին ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Այդ նպատակով մենք Լիտվայի հետ ռեկորդային ժամանակում տեղակայում ենք լիարժեք բրիգադ։ Դրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, ասել է Մերցը։ Մենք շարունակելու ենք ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի նկատմամբ աշխարհին բազմիցս ապացուցել է, որ Ուկրաինան մեղավոր չէ բանակցությունների լճացման համար, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ։ ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների նոր փաթեթ։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի առաջ գնալ, ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա եւ ել ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային։ Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար։ Հենց այդ սպառնալիքներից մենք պաշտպանում ենք եւ այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք։ Ինչպես տեսնում եք, Գերմանիան ասում է, որ ամեն ինչով կաջակցենք Լիտվային եւ կպաշտպանենք Ռուսաստանից։ Սա նաեւ նրանց համար եմ ասում, որոնք կարծում են, որ Հայաստանը առանձին բանակցությունով անգամ չի կարող իր անվտանգության հարցը լուծել, երբ որ Եվրոպայում այլ ձևաչափեր են քննարկվում, ոչ միայն Եվրամիության շրջանակները, որը անվտանգային կառույց ունի, այլ նաեւ ավելի քան Եվրամիության շրջանակները, որը տարբեր երկրներ անվտանգային բանակցություններ որ վարում են, նրանք Եվրամիության անդամ չեն, Կանադայից մինչև Ավստրալիա։ Այդ իսկ պատճառով մենք նույնպես խնդիր ունենք ավելի ճկուն քաղաքականություն տանելու այս ուղղությամբ։ Ինչպես տեսնում եք, իրանք հետևողականորեն աջակցում են, ոչ թե ասում են, դե որ Ամերիկան ձեռնարկաշում, մենք ինչ անենք, եթե Ամերիկային չի ուզում։ Իդեպ մի բան էլ էր հաճելի, որովհետև այդ այցելության ժամանակ Լիտվա մասնակցում էր նաև Գերմանիայի պաշտպանության նախարարը Բորիս Պիստորիուսը։ Ինչով էր դա հաճելի, որովհետև Պիստորիուսը դա Օլաֆ Շոլցի ադմինիստրացիայի ժամանակ էր պաշտպանության նախարար, իդեպ նրա աշխատանքը չգիտեմ ներսում իրանք ոնց են գնահատում, դրսից համենայն դեպս շատ դրական էր գնահատվում, պարբերաբար խոսել ենք այդ մասին եւ շատ ուրախալի էր, որ համենայն դեպս փոխվեց ադմինիստրացիան, որի նաեւ թույլ ու վախվորած քաղաքականության արդյունքում նաեւ իշխանափոխություն տեղի ունեցավ, բայց այնքան բարձր գնահատեցին Պիստորիուսի արժանիքը, որ նոր ադմինիստրացիան նրան թողեց իր պաշտոնում։ Միշտ չէ որ այդպիսի բան լինում է, դա նաև հաճելի է, իհարկե նաև մեր աչքին շատ հաջող ու արդյունավետ էր երևում նաև արտաքին գործերի նախարար Անալենա Բերբեկի աշխատանքը, հուսով ենք, որ մի հատ հարմար գործել իր համար կգտնենք, որովհետև կարող ուժերը չպետք է անտեսվեն, նույնիսկ եթե ադմինիստրացիա է փոխվում, այն էլ ընտրության արդյունքում, այն էլ դժգոհության արդյունքում։ Եթե պետական մտածողություն ունես, պրոֆեսիոնալ կադրի նկատմամբ վերաբերմունք պետք է այդպեսին լինի։ Իդեպ նույնիսկ ասենք այդպիսի բան նաև Միացյալ Նահանգների պատմության մեջ էլ է լինում, այնպես չի որ մենակ Գերմանիային է վերաբերվում, մանավանդ որ շատ ավելի ընդգծված կոշտ ձևով է, չէ, Միացյալ Նահանգները կամ դեմոկրատներն են կամ հանրապետականներն են, բայց երբ որ ստացվեց այնպես որ պաշտպանության նախարարը Ջորջ Բուշ կրտսերի ժամանակ բավական հայտնի հեղինակավոր փորձառու մարդ Դոնալդ Ռամսֆելդն էր, որը մինչև էտել էր եղել հանրապետական դե պարզա Ռամսֆելդը մինչև էտել էր եղել ինքը նախարար դեռ Ֆորդի ժամանակներում, բայց երբ որ Իրաքյան պատերազմը 2003 թվականին եղավ, երկրորդ պատերազմը, իհարկե շատ արագ Սադամ Հուսեյնին տապալեցին, բայց պատերազմը ձգվեց, որոշակի խնդիրներ, զոհեր, չգիտես ինչեր, հետո չկարողացան ապացուցեն, որ այդ պատերազմն արդարացված է, Իրաքը տենց էլ միջուկային զանգվածային ոչնչացման զենք չգտան, մի խոսքով լուրջ բարդությունների մեջ մտան, շատ արագ հաղթեցին, շատ բարդ process-ը գնաց։ Ու այնպես եղավ, որ փորձառու Դոնալդ Ռամսֆելդը հեռացավ, առավելևս 2006 թվականին այնպես եղավ, որ կոնգրեսի ընտրություններում հենց այդ ձախողումների, իրաքյան ձախողումների պատճառով Ռամսֆելդը հեռացավ, այսինքն տեսան, որ նաև պարտվեցին ընտրությունների ժամանակ, Ջորջ Բուշ կրտսերը փոխեց։ Եվ ինչի համար եմ ասում, երբ որ եկավ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը, ինքը ստացվեց այնպես, որ աշխատեց այդ ընթացքում արդեն, բայց ընտրությունների ժամանակ եկավ Բարակ Օբաման։
Օբաման երբ որ եկավ, ամբողջ նախընտրական քարոզչությունը քարը քարին չէր թողում, Օբամա դեմոկրատ էր, քարը քարին չէր թողում, իրաքյան պատերազմ, զախողեցիք, կես արեցիք, կռվեցիք, զորքը պետք է հանեք, էս պետք է անեք, մի խոսքով, ամբողջ քարոզչական մեխը առավել եւս տեսել էր, որ այդ խնդիրները լուծված չի, դրա վրա էր կառուցած, այդ պատերազմի հետ կապված։ Իհարկե Օբաման հաղթեց, Ջորջ Բուշ ընտրությունների ժամանակ հաղթեց, բայց հենց ինքը եկավ նստեց անմիջապես պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին խնդրեց, ասեց գոնե մի տարի մնա, ասենց համաչափ ձևով կարողանանք այնպես անենք, խնդիրներ չունենանք, այն որ հիշում եք Աֆղանստանը ոնց էին կախված ինքնաթիռից, էլի, ասենց խայտառակ իրավիճակներ չունենանք, բայց համոզեցին Գեյթսը մնաց, փաստորեն հանրապետականների նախարարը մնաց դեմոկրատների ժամանակ, բայց մի քիչ երկար համոզեցին, մի քիչ երկար մնաց։ Մի տարի են խոստացել, բայց 2 տարուց ավել աշխատեց։ Ուզում եմ ասեմ, էլի դա խոսում էր պետական մտածողության մասին։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ քննադատում էին հենց պաշտպանության նախարարի գործունեությունը չէին քննադատում, քաղաքականությունն էին քննադատում, իսկ նախարարի փորձառությունը պետությանը պետք էր, որպեսզի իրանց զինվորները չզոհվեին։ Ուզեմ ասեմ, այդ ողջունելի բանը պետական մտածողությունը։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտնել է. Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում։ Բաղային հավելել է, որ Թեհրանը վճռական է պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում։ Ինչպես տեսնում եք, նաեւ ասեցի, որ ՄԱԿ-ում էլ խոսում էին, որ եթե կխփեք մեղավորը ամերիկան է, եւ նաեւ միևնույն ժամանակ իրանք բանակցությունից առաջ նորից ասում են, մենք վճռական ենք այդ հարցում։ Հիմա նույնիսկ նայենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ ինչպիսին է վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին G8 երկրների ակումբից դուրս թողնելու որոշումը սխալ էր։ Մեծ յոթնյակը նախկինում մեծ ութնյակ էր, բայց նրանք փայլուն կերպով դուրս մղեցին Ռուսաստանին։ Շատ ավելի լավ կլիներ, եթե նրանք մնային, ասել է Թրամփը։ Իդեպ այդ հարցի հետ կապված էլ ասեմ, ինչ տարօրինակ է սա, երկրորդ անգամ է այս հարցը բարձրացնում, մանավանդ Ռուսաստանից այն ժամանակ ասին, դրա արդիականությունը հիմա չկա։ Ինչ ասել է մեծ յոթնյակը, մեծ ութնյակ էր եւ դուրս թողեցին։ Ինչ է Իրանից ներկայացնում մեծ յոթնյակը, որը 7-ի խումբ է նաեւ այլ կերպ որ ասում են, որտեղ իրականում հենց այդպես էլ եղել է գրուպ 7, հետո գն great են ընդունել եւ մեծ են ասել, բայց լավ, հարցը դա չի, բառախաղը չի խնդիրը։ Մեծ յոթնյակը միջազգային կառույց չի։ Նա անդամակցության որևէ ինստիտուտ չունի։ Նա անգամ կանոնադրություն չունի։ Ինչ են գործում, ինչ են անում, ոնց են անում։ Մեծ յոթնյակը 4 եվրոպական երկիր է՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, մեկ էլ Ճապոնիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Կանադա։ Դա համախոհների ակումբ է։ Միջազգային կառույց չի։ Համախոհության սկզբունքով հավաքվում են, աշխարհի խնդիրներ են քննարկում, որը պարտադիր կատարման ուժ չունի։ Հիմա Ռուսաստանին առաջարկել են, ասել են արի միացի։ Ռուսաստանը միացել է 1997 թվականին, երբ որ Ռուսաստանի նախագահը Բորիս Ելցինն էր եւ շատ էլ լավ ցանկանում էր Եվրոպայի հետ ինտեգրվել, Ամերիկայի հետ աշխատանք տաներ։ Իհարկե փորձում էր ինչ-որ ինքնուրույնություններ ցույց տալ, բայց նա հրաշալի հասկանում էր, որ պետք է աշխատի արևմուտքի հետ։ Այդ ժամանակ իրան հրավիրեցին։ Դրանից հետո Պուտինն եկավ, Պուտինը շարունակեց աշխատել, բայց 14 թվականին Պուտինը Ղրիմը օկուպացրեց։ Եթե դու համախոհների ակումբով նրան չես հանում, ստացվում է, որ դու համախոհ ես այդ տարածի հետ կապված։ Առավել եւս նորից եմ ասում, դա միջազգային կառույց չի, որ ասես դե դուրդ գալիս է, չի գալի, մարդը կարգավիճակ ունի, այդտեղ մասնակցում է։ Ասում են անգեր մենք քո հետ համախոհ չենք, մենք չենք կիսում քո կարծիքը, որ դու մտել ես, օկուպացել ես ուրիշի տարածքը։ Ոնց պետք է Ռուսաստանին չհանեին։ Այսինքն ոնց կարելի է մի անգամ բա մի հատ խորհրդական չկա կողքից գա ասի շեֆ ջան, այս J7-ը որ անընդհատ նույն բանն ասում ես, սա լրիվ ուրիշ կառույց է, սա սրա հետ վերաբերմունքը ուրիշ է։
Բայց եւ միևնույն ժամանակ այո աշխարհը նման վերաբերմունք ունեցել է եւ ունենում է երբ որ ազգերի լիգայի անդամ դարձավ 34 թվականի խորհրդային միությունը իդեպ մի խնդիր էլ չկար ինչի պիտի չդառնար արդեն նաեւ դիվանագիտական հարաբերությունների հետ կապված 33 թվականին հենց Ֆրանկլին Ռուզվելտը ինքը առաջարկեց որ դառնա անդամ դարձավ բանը ոչ թե անդամ բանը պայմանագիր կնքեցին փոխադարձաբար ճանաչեցին դիվանագիտական հարաբերություն հաստատեցին 33 որևէ խնդիր չկար հենց Ֆրանսիայի նախաձեռնությամբ խորհրդային միությանը հրավիրեցին դարձավ ազգերի լիգայի անդամ բայց երբ որ խորհրդային միությունը նոյեմբերի 30-ին մտավ Ֆինլանդիայում պատերազմ սկսեց դեկտեմբերի 14-ին ազգերի լիգան որոշում կայացրեց հեռացրեց ասես ի գործ ունես դու ստեղ մենք սա ստեղծել ենք առաջի համաշխարհային պատերազմից հետո նոր աշխարհակարգի պարագայում հիմա ինչ ասենք սխալ են արել որ հեռացրել են առավել ևս որ նա կառույց էր սա ընդհանրապես համախոհների ակումբ է հիմա նայենք Իսրայելի եւ Թուրքիայի սկզբունքային համաձայնության են եկել Սիրիայում երկու երկրների զինված ուժերի միջև անցանկալի միջադեպերը կանխելու նպատակով եւ ստեղծել են թեժգից համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների դաշնակից Ադրբեջանի միջնորդությամբ 1 ամիս ավել տևած բանակցությունների արդյունքում ուշադիր Ադրբեջանի միջնորդությամբ ժողովուրդ ջան այս սրա մասին ենք խոսում սա է մեզ անհանգստացնում որովհետեւ հիմա տեսնում եք նույնիսկ այդ հակամարտության հետ կապված իրանք համաձայնության են գալի Ադրբեջանն էլ ամեն ինչ անում է այդ միջնորդական առաքելությունը օգտագործի որպես եւ Իսրայելի հետ է բարեկամ երկիր եւ Սիրիայի հետ է բարեկամ երկիր ընեն ներողություն բանի հետ Թուրքիայի հետ որտեղ սա իսրայելական բանն էր հաղորդագրությունը էլի այսինքն անցանկալի միջադեպերը կանխելու հետ կապված համաձայնությունը ձեռք է բերել երկու դաշնակից երկրներ այսինքն Ադրբեջանը դաշնակից է երկուսի համար Իսրայելի եւ Թուրքիայի հետ կապված այսինքն այս կարգի տարաձայնությունները անգամ կարող են հարտել Թուրքիան էլ հարաբերությունը լավ է Ամերիկայի հետ Ադրբեջանն էլ կարող է հանկարծ Իրանի հետ կապված դերակատարություն ստանձնի սա այն հարցն է որի հետ կապված ես ուզում եի որ դուք պատկերացնեք մի բան էլ ասեմ երևի քաղաքական այն բանի ընտրական թեմաների հետ կապված հետո կխոսեմ որտեղ ոնց որ չենք հասցնի Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտանիքի պաշտպանության հայրության, մայրության եւ մանկության հարցերով կոմիտեի ղեկավար Նինա Օստանինան հայտարարել է ԽՍՀՄ-ի լուծարումը անօրինական է եղել դրա իրավական կարգավիճակը պահանջում է քննարկում եւ պատգամավորները պատրաստ են բարձրացնել այս հարցը Օստանինան մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովի խոսքերն այն մասին, որ խորհրդային միությունը իրավաբանորեն դեռևս գոյություն ունի, քանի որ խախտվել է դրա լուծարման ընթացակարգը։ Հարց չի ծագում, ինչի են այս թեմաները սենց զարգացնում։ Ինչն է պատճառը նորից ուզում են ցույց տան, որ խորհրդային միությունն ուզում են վերականգնել։ Օստանինայի խոսքով 91 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է հօգուտ ԽՍՀՄ-ի պահպանման։ Այսինքն եւ իրավական եւ քաղաքական եւ մարդկային տեսանկյունից ըստ էության խորհրդային միության գոյության դադարեցումը անօրինական էր, քանի որ ոչ Ստանիսլավ Շուշկևիչը, սա Բելարուսիայի խորհրդանի ղեկավարն էր, ոչ Բորիս Ելցինը, Ռուսաստանի նախագահ, ոչ Լեոնիդ Կռավչուկը, Ուկրաինայի նախագահ, ոչ ոք լիազորություն չի տվել նրանց ստորագրելու այսպես կոչված Բելովեժյան համաձայնագիրը, եւ ինչով որը սա իրավականորեն վիճահարույց փաստաթուղթ է։ Պնդում է Օստանինան հայտարարելով, որ միանգամայն համաձայն է նախագահի խորհրդականի հետ։ Օստանինան կարծում է, որ իրենք պետք է համենայն դեպս հետաքննություն կազմակերպեն եւ մենք պատրաստ ենք քաղաքական որոշում կայացնել Պետդումայում կխոսենք այս մասին։ Հիմա ինչ է նշանակում, ով է մտածում, որ իրանք միանգամից հիմա սաղ աշխարհի հետ հարաբերություն վատացրեցին, փորձում են հիմա որոշների հետ լավացնեն, հիմա էլ 15 հանրապետությունից 14-ը դեմ է, որ դու վերականգնես խորհրդային միությունը։ Իմաստը որն է, որ քո գործընկերների հետ մեկի հետ լավ, մեկի հետ վատ, այս կարգի հարց գցես առաջ։ Հիմա էլ մի հատ էլ ցույց տաս, որ խորհրդային միությունը անօրինական են լուծարել։ Ընդ տեսեք, հա, կդնենք կվերականգնենք, քանի անգամ էլ Հայաստանի երեսով են տվել։ Լավրովն էլ մի հատ եկավ ցույց տվեց, որ մենք իրա ֆորպոստն ենք, մերոնք է ցույց տվեցին, որ համաձայն են։ Ուղղակի մի տարբերություն կա Օստանինայի հետ կապված։ Չասեմ Օստանինային իմ ասածը չի հասնի, բայց գոնե այն մարդիկ, ովքեր իմանան, որ հանկարծ չասեն, կարող է այս մարդկանց մոտեցումը իսկապես արդարացված է։ Նախ 1991 թվականին անցկացված հանրաքվեն, որ ասում է, դա եղել է մարտի 17-ին, եւ մարտի 17-ին այո, իսկ
իսկապես մեծամասնությունը քվեարկել է Խորհրդային Միությունը պահպանելու համար, բայց չպետք է մոռանա, որ այդ ժամանակ 6 հանրապետություններ չմասնակցեցին։ Այդ 6 հանրապետություններից մեկը Հայաստանն էր, որովհետև ասեց, մենք ունեինք անկախության հռչակագիր ընդունված 90 թվականի օգոստոսի 23-ին, մենք իմաստ չենք տեսնում Խորհրդային Միությունը վերականգնելու հանրակրվեին մասնակցենք։ Այսինքն, երբ որ դու հիմք ես ընդունում, որ այս հանրակրվեն է լեգիտիմ, որ տեսեք, որոշեցին մեծամասնությունը, որ Խորհրդային Միությունը պահպանեն, մենք դրա մեջ չենք եղել։ Այս մեկ եւ երկրորդ, մենք եղել ենք միակ բյութենական հանրապետությունը, որը հանրակրվեով Խորհրդային Միության օրենքներով 91 թվականի սեպտեմբերի 21-ին իր անկախությունը ճանաչել է հանրակրվեով։ Գնացել են մարդիկ քվեարկել, որ ուզում են Խորհրդային Միությունից դուրս գան։ Այսինքն, եթե իրոք համարում եք, որ այդ փաստաթուղթն անօրինական է, մենք էլ ենք համարում, որ անօրինական է, պետությունը այդպես չէր կարելի փլուզել, բայց դա փաստ է, որը տեղի է ունեցել, եթե հանկարծ որոշեք այդ փաստը վերանայել, մի բանի ուշադրություն դարձրեք, որ այդ փաստը գոնե Հայաստանի վրա չի տարածվում, բայց դուք ամենաշատ մատ եք թափ տալիս Հայաստանի վրա, մուննաթ եք գալի Հայաստանի վրա։ Իսկ այդ ժամանակ այո, Ռուսաստանը, Բելարուսը, Ուկրաինան տվել են, Ռուսաստանը եւ Ուկրաինան 70%-ից ավել ձայն, Բելարուսը 80%-ից ավել ձայն Խորհրդային Միությունը պահպանելու։ Բա պահպանեիք, դուք քանդեցիք, մեզանից ինչ եք ուզում, մենք չենք մասնակցել դրան։ Իսկ Ադրբեջանը 93.3%-ով կողմ էր Խորհրդային Միությունը վերականգնելուն, բայց դրանից կարճ ժամանակ հետո անկախությունը հռչակեց իրա։ Իսկ մենք այդ առիթներից լավ չօգտվեցինք, երբ որ տեսանք իրանք ինչ խաղեր տվեցին։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Այս ամեն ինչը ասում են, որ նորից մեզ ցույց տան, որ տեսեք, մենք սենց հնարավորություն ունենք, դա անօրինական է, որ դա հետ պտտել հնարավոր չի ակնհայտ է, բայց եւ միևնույն ժամանակ դա հնարավորություն է մի հատ թույլ օղակ գտնեն, դրա վրա ճնշեն։ Ամենաթույլ օղակը մեր նման երկիրն է։ Անկամ Բելարուսը այսօր չի համաձայնվում ընդհանուր պետություն դառնա Ռուսաստանի հետ։ Ուր մնաց թե մտածեն Խորհրդային Միության վերականգնելու մասին, թե այդ փաստաթուղթը անօրինական է եղել։ Իրանք էլ են հասկանում, որ դա ոչ մի արդյունք չի տա, բայց դիտավորյալ դա անում են, որպեսզի կրքեր բորբոքեն, որպեսզի երբ որ Հայաստանում ինչ-որ մարդիկ բողոքեն, ասեն, «Էս ինչ եք անում», ասեն, «Գիտես ինչ, լավ շնորհակալ եղի, որ այդ երկիրը նորից չենք վերականգնում»։ Ինչ ես քեզ եւ մի օր մտածեն, որ իրանք լրիվ իրավունք ունեն այդ երկիրը վերականգնելու հետ կապված ուժի դիրքերից Հայաստանին ասեն, «Սա մեր տարածքն է»։ Առավել եւս, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առանձնապես շատ տարածքների հետ կապված ասում են, «Ինչ չի ուզում, թե որտեղ ինչա կատարվում»։ Այսինքն մենք գիտենք, որ իրավական առումով սա անդառնալի process է, բայց սա փաստորեն իրանց հիմք է տալու ասելու, որ այն ինչ որ մենք վերցնում ենք մեր հասանելիքը։ Դրա համար ես սա ոչ թե ասում եմ ռուսներին, այլ ասում եմ մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են, ովքեր կարող ասեն, «Այմար, ոնց որ թե ճիշտ է ասում»։ Էսա Դումայում էլ դա կքննարկեն։ Այո, թող քննարկեն Դումայում, բայց ում վրա տարածվի, չտարածվի, Հայաստանի վրա երկու առիթը վերեցի, ցույց տվեցի, փաստը թղթավորված է դրանք, որ Հայաստանի վրա, որտեղ Հայաստանը անկախության հռչակաբանը, բացի անկախության հռչակագիրը, հանրակրվեն նայել է Խորհրդային Միության այն ժամանակվա օրենքներով եւ չի մասնակցել Խորհրդային Միությունը պահպանելուն։ Այնպես որ դրանք ամեն ինչը փաստաթղթավորված կա։ Մենք այդ հարցով թույլ տեղ չունենք, ժողովուրդ ջան։ Հանկարծ չկաշկանդվեք, որ ասեք հիմա խոսանք, իրանք առիթը կօգտագործեն։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղ մեկ լայք կոճակը, այդքան արդեն սկզբում ասել եմ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։